ենք ըստ էության 2018 թվականին եւ համաշխարհային 2018 թվականից եւ համաշխարհային միջինից եւ Եվրասիական տնտեսական միության միջինից բարձր տնտեսական աճեր ենք ապահովել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ահա այս արդյունքը կա։ Եվ ելի ուզում եմ եւ առաջիկայում ես հասկանում եմ, երբեմն մտածում եմ, որ մի քիչ կարող է շատ եմ ես դրա մասին խոսում, բայց ես անկեղծ ասած հետո ինչքան վերլուծում եմ, հասկանում եմ, որ չէ, շատ չեմ խոսում դրա մասին, որովհետեւ եթե քանի դեռ Հայաստանում կա ՀԴՄ կտրոն չտալու դեպք, պետք է սրա մասին խոսալ։ Երեք էլ այդ տեղում առաջացավ, որ մենք երեխաների հետ պետք է դրա մասին խոսանք նաև, որովհետև երեխան այսօր երբ որ գալիս է դպրոցից տեն մազարմանում, սենց մեծացած աչքերով, ինքը պետք է իմանա այդ դպրոցը ոնց է ստեղծվում։ Ինքը պետք է իմանա, որ ինքը երբ որ պաղպաղակ է առնում եւ ՀԴՄ կտրոն է վերցնում, դա նման դպրոցների քանակը ավելացնում է եւ երեխան պետք է իմանա, որ այն դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների եւ մնացած բաների բացակայությունը բացակայության պատճառը շատ տեղերում այդ թվում այն է, որ ինքը գուցե իր ծնողները եւ մենք բոլորս առանձնակի կարեւորություն չենք տվել այս հարցին։ Եվ ես ուզում եմ այսօրվա նիստը ամփոփել կրկին անգամ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարվող բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր երբեք չեն մոռանում հսկիչ դրամարկային կտրոն թողարկել եւ այդ հսկիչ դրամարկային կտրոնը սարքավորումը կարգաբերված է այնպես, որ կատարված առևտուրը պետական եկամուտների կոմիտեում գեներացվում է սահմանված ձևով առանց միջանկյալ սերվերների եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր առևտուր անելիս չեն մոռանում հսկիչ դրամարկային կտրոն վերցնել։ Եվ ես օրինակ ուզում եմ խոստովանել, որ ես այս ընթացքում տեսեք, այսքան խոսում եմ, չէ՞, այն օրը դեպք ա եղել, որ ես ուղիղ եթերում մոռացել եմ հսկիչ դրամարկային կտրոնը վերցնել, որովհետև մենք պետք է հասկանանք, որ երկար ժամանակ մենք այդ տրամաբանությամբ ենք ապրել, դա տենց կարևոր հարց չի եղել։ Մենք պետք է անընդհատ խոսանք սրա մասին, որովհետև եթե ես եմ մոռանում, ինքն էլ ուղիղ եթերում, պատկերացնենք ոչ ուղիղ եթերում ինչ է տեղի ունենում, այնպես որ եթե մի քիչ շատ եմ խոսում ըմբռնումով մոտեցեք, բայց որպեսզի ես քիչ խոսամ, դուք էլ խոսացեք դրա մասին։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։